Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսում տեղի է ունեցել խաղաղության միջազգային գագաթնաժողովը, որին ներկա են գտնվել ավելի քան 20 երկրի, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները։ ԱՄՆ նախագահը խոսելով համաշխարհային խաղաղության կարևորության մասին դիմել է Փաշինյանին եւ Ալիևին, հիշեցրել եւս մեկ անգամ կարճ ժամանակում իրեն հաջողվել է կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությունը։ Երբ առաջին անգամ հանդիպեցինք, նրանք նստած էին հակառակ կողմերում, իսկ այժմ միասին են նստած, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հաստատել է հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը հանդիպելու է Զելենսկու հետ։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն Նոբելյան կոմիտեն անվանել է քաղաքականացված կառույց եւ ասել, որ կհրաժարվի խաղաղության մրցանակից, եթե իրեն առաջադրեն։ Հավելել Վենեսուելայի խորհրդարանի նախկին անդամ Մարիա Կորինա Մաչադոն ստացել է Նոբելյան խաղաղության մրցանակը, քանի որ նա պայքարել է Վենեսուելայի ոչնչացման համար։ Ուկրաինայի խնդրով Թուրքիայի նախագահի հետ շփումների շուրջ պայմանավորվածություն դեռ չկա, Պեսկովն է տեղեկացնում։ Նախագահների միջև հեռախոսազրույցի պայմանավորվածություն թեև չկա, բայց եւ այնպես անհրաժեշտության դեպքում արագ հեռախոսազրույց կազմակերպելը Պուտինի եւ Էրդողանի համար խնդիր չի լինի, նշել է Կրեմլի խոսնակը։ Եգիպտոսում տեղի է ունեցել Գազայում հրադադարի համաձայնագրի ստորագրման արարողությունը, չնայած հաստատված հրադադարին այստեղ շարունակվում են կրակոցներ հնչել։ Իսրայելցի զինծառայողների արձակած կրակոցների հետևանքով այսօր առավոտյան 5 պաղեստինցի է սպանվել։